Բարի երեկո, 5-րդ ալիքի եթերում հարցազրույցն է, այսօր ես զրուցել եմ քաղաքագիտության դոկտոր, ԱՄՆ Լիայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանի հետ։ Պարոն Գրիգորյան, բարի երեկո, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Բարի երեկո, շնորհակալություն հրավերի համար։ Պարոն Գրիգորյան, ես հիշում եմ մեր վերջին հարցազրույցը, մենք դարձյալ խոսում էինք ԱՄՆ-Իրան առճակատման մասին, այդ առճակատման փուլը արդեն ավարտվել էր, բանակցությունների փուլն էր, եւ դուք ասում էիք, որ Միացյալ Նահանգները հասկացել է, որ ռազմական ճանապարհով չի կարող խնդիրը լուծել ու գնում է հաշտեցման ճանապարհով, այդ դեպքում ինչ փոխվեց եւ արդյոք հիմա այս թեժացումը նշանակում է, որ պատերազմ է սկսվել, խնդրեմ։ Կարծեմ նույն հարցազրույցի ժամանակ իմ մի քանի այլ քննարկումների ժամանակ նաեւ ես խոսեցի այն մասին, որ Միացյալ Նահանգները հայտնվել են մի վիճակում, ինչը շախմատային լեզվով նկարագրվում է որպես ցուկցվանգ։ Սա արդեն կլիշե է դառել իրականում, միայն ես չեմ այդ նկարագրությունը, այդ ձևով նկարագրել վիճակը, բավականին երկար ժամանակ արդեն մեծ թվով մասնագետներ այդ վիճակը նկարագրել են որպես ցուկցվանգ, իսկ դրա հիմնական առանձնահատկությունն այն է, որ ոչ քայլ չանելն է հնարավոր, ոչ էլ ինչ-որ լավ քայլ անելը, որևէ քայլ անելը ավելի վատթարացնելու է վիճակը, իսկ քայլ չանել նույնպես հնարավոր չի եւ Միացյալ Նահանգները իսկապես հայտնվել են այդ վիճակում։ Եվ որ այդ մեմորանդումը իսկապես շոկային էր, իսկապես դա Իսլամաբադում կնքված այդ Memorandum of Understanding, չգիտեմ հայերեն ոնց են ասում դրան, փոխըմբռնման հուշագիր, հա։ Դա ցնցող փաստաթուղթ էր, իրականում դա եթե կյանքի կոչվեր, դա ընդհանրապես արձանագրելու էր Միացյալ Նահանգների պարտությունը, բայց չնայած ես իսկապես նկարագրեցի, որ Միացյալ Նահանգները հասկացել են, թե ինչ վիճակում են հայտնվել եւ ինչ անհեռանկար է, որքան անհեռանկար է պատերազմը շարունակելը, միևնույն ժամանակ իհարկե 100%-անոց վստահություն, որ դա կյանքի կոչվելու չկար, որովհետեւ ես կարծեմ նաեւ խոսեցի այն մասին, թե ինչ ուժեր են դրան դիմադրում, հատկապես Իսրայելը, բայց նաեւ Միացյալ Նահանգների ներսում կան ուժեր, որոնք դրան դիմադրում են։ Տրամպը ինքը քաղաքական խնդիր ունի դա կյանքի կոչելու, որովհետև այդ ձևով այդ փաստաթուղթը կյանքի կոչելը նշանակելու է պարտության ճանաչում, ինչը քաղաքական լուրջ հետևանքներ է ունենալու հանրապետական կուսակցության համար։ Հետևաբար ելնելով այս բոլոր գործոններից, հաշվի առնելով այս բոլոր գործոնները, կարելի էր ենթադրել, որ այդ մեմորանդումը կյանքի չի կոչվելու։ Նաև պետք է ասել, որ այդ հուշագրում որոշ կետեր շատ անհստակ էին սահմանված, մասնավորապես թե ինչ պիտի տեղի ունենար Իրանի միջուկային ծրագրի հետ, եւ նաեւ Լիբանանը, որ առաջին կետն էր հենց այդ հուշագրի մեջ, Լիբանանում հետո փորձեցին ինչ-որ շրջանցել եւ Լիբանանի պաշտոնական կառավարության հետ Իսրայելը ինչ-որ փորձեր արեց բանակցությունների մեջ մտնելու, որը թույլ կտար շրջանցելու Հեզբոլլահի խնդրը կամ հարավային Լիբանանի խնդրը, բայց դա Իրանին չէր բավարարելու որևէ կերպ, բայց հիմնական խնդիրները ինձ թվում է, որ հանգեցրին նոր էսկալացիայի նոր ընթացքի, մեկը միջուկային ծրագրի վերաբերյալ տարաձայնություններն էին եւ դրա մեկնաբանությունը, թե իրականում այդ հուշագիրն ինչ էր ասում միջուկային ծրագրի մասին եւ ստանձնած պարտավորությունների մասին, ասեմ նաեւ, որ եւ մյուսը Հորմուզի նեղուցի ռեժիմի խնդիրներ, այդ երկու խնդիրներն էր, որոնք մի տեսակ անհստակ էին ձևակերպված փաստաթղթում եւ դրա շուրջ տարաձայնությունները փաստորեն հանգեցրին այդ հուշագրի կոլապսին եւ այդ զինադադարի կոլապսին։ Բայց ելի եմ ասում, ես շարունակում եմ պնդել, որ Միացյալ Նահանգները լավ ռազմական լուծում չունեն եւ հիմա այս նոր էսկալացիան, նոր սպառնալիքները եւ այլն որևէ նոր արդյունքի չեն հանգեցնելու, ինչը հնարավոր է դարձել այսօր, որ հնարավոր չէր երեք։ Սա ուղղակի նորից եմ ասում, սա մի փորձ է ձգձգելու, մի փորձ է ինչ-որ վիճակ ստեղծելու, ավելի ճիշտ ինչ-որ վիճակից, ինչ-որ բանից, պարտավորություններից ու հանձնառություններից խուսափելու, այն հույսով, որ ինչ-որ հրաշք կարող է տեղի ունենալ, ինչ-որ
սկզբունքորեն ոչ կանխատեսելի ինչ որ իրադարձություն կարող է տեղի ունենալ, դե գոնե սպասենք, դրան անգլերեն ասում են ակադեմիական գրականության մեջ ասում են gambling for resurrection, վերածնվելու հույսով խաղադրույք կատարել։ Եվ ինձ թվում է հիմա քաղաքականությունը ընդամենը հանգել է դրան, եւ նրանք ինչ որ հրաշքի են սպասում, ընդամենը փորձում են ժամանակ ձգձգել եւ այդ պարտավորությունները չկատարել կամ ինչ որ համաձայնության չգալ, հույսով որ մի բան տեղի կունենա եւ իրենք կարողանան խուսափել շատ վատթար արդյունքի։ Այսինքն Միացյալ Նահանգները չի պատրաստվում լայնամասշտաբ պատերազմի։ Ես չեմ պատկերացնում այդ լայնամասշտաբ պատերազմը ինչ կարող է նշանակել։ Դե խոսքը նաեւ գնում է ցամաքային պատերազմի մասին։ Դա հեքիաթների ժանրից է։ Ես գիտեմ, որ խոսում են, շատ լուրջ բաներ են խոսում, նույնիսկ լուրջ մասնագետներ դրա մասին խոսում են, բայց այսօրվա դրությամբ դա ինչ որ մի 8000 բան կա, ծովային հետևակի ուժեր կան։ Իրանի դեմ լայնածավալ պատերազմը, եթե դա իմաստ պիտի ունենա իսկապես, լայնածավալ ցամաքային պատերազմը, դա ես կարծում եմ ենթադրում եմ մի քանի 100,000-անոց բանակ այնտեղ եւ դրա նպատակը պիտի Թեհրանի գրավումը լինի, այսինքն ինչ որ տարածքներ վերցնել, հետո վերահսկել դա, այն դեպքում եթե Իրանի բանակը նրանք պարտության չեն մատնել ամբողջությամբ, ռեժիմը կոլապսի չի ենթարկվել, նույնիսկ ասենք ինչ որ պլացդարմներ ստեղծել են այնտեղ Խորմուզի նեղուցի մոտ կամ այդ Խարգի կղզին վերցնել եւ այլն, որևէ իմաստ չի ունենալու, որևէ ռազմական մասնագետ դրան իմաստը կլինի Թեհրանը գրավելը։ Թեհրանը գրավելուց բացի ուրիշ ինչ որ նպատակ դնել այնտեղ, ինչ որ տարածքներ վերցնել, չգիտեմ, խոսում են այդ Հորմուզի նեղուցի շրջակայքում օրինակ ինչ որ պլացդարմ ստեղծելու մասին, բայց դա վերահսկել հնարավոր չի լինելու։ Դա նույն ձևի թերախավորվելու է Իրանի հրթիռների կողմից, այսինքն հրթիռային հարվածների է ենթարկվելու Իրանի կողմից, դա խոցելի է լինելու հեռահար հրետանու հարվածներին, դա լոգիստիկ առումով դա ապահովելը, դա պահելը անհնար է լինելու, որովհետև նորից այդ լոգիստիկ բաներն էլ գծերն են խոցելի լինելու Իրանի հրթիռային հարվածներին։ Ես չեմ պատկերացնում, ես չեմ հասկանում ուղղակի, երբ որ ցամաքային պատերազմի մասին են խոսում, ինչ նկատի ունեն, որովհետև որևէ նշան, որ Միացյալ Նահանգները պատրաստ են մի քանի 100,000 զորք մոբիլիզացնել ու բանանել Թեհրանը գրավել, ես նման նշաններ չեմ տեսնում, դա քաղաքականապես ուղղակի անհնար եւ անհեռանկար է, որովհետեւ եթե նույնիսկ հաջողվի Թեհրանը գրավել, դա կտրվի Միացյալ Նահանգներին սարսափելի ծանր գնով։ Սա Իրաքը չի, սա Լիբիան չի, սա նույնիսկ Աֆղանստանը չի, այնտեղ էլ իհարկե նրանք պարտություն կրեցին Իրաքում ու Աֆղանստանում, բայց դա արդեն բանից էր, այդ կոնվենցիոնալ պատերազմը շատ հաջող ընթացավ սկզբնական շրջանում։ Հետո նրանք բան արեցին, այսինքն Միացյալ Նահանգները չկարողացան կարգ ու կանոն հաստատել եւ այդ պարտիզանական պատերազմի փուլում նրանք պարտություն կրեցին։ Այստեղ կոնվենցիոնալ պատերազմը նույն տեսքը չի ունենալու, սարսափելի կորուստների մասին են խոսում, չգիտեմ, ինչ որ 20,000 զոհի, 50,000 զոհի մասին են խոսում եւ այլն։ Տեղանքը բոլորովին նպաստավոր չի Միացյալ Նահանգների համար, պաշտպանվողի դիրքերը շատ ավելի ամուր են եւ մի ուրիշ բան էլ ասեմ։ Մի բան էլ եմ ուզում ուղղել նախկինում իմ ասածներից։ Ես հենց ձեզ հետ հարցազրույցում ուրիշ ֆորումներում էլ խոսել եմ սրա մասին, որ Միացյալ Նահանգները լավ ռազմական լուծում չունեն եւ հետեւաբար էսկալացիան միայն նշանակելու է ինչ որ բարբարոսության դիմել։ Իմիջիայլոց Տրամպը հենց վերջերս նման սպառնալիք էր հասցեագրել Իրանին, որ երբ ասաց հարվածը մի քանի անգամ ավելի ուժեղ է լինելու։ Ոչ միայն որ ավելի ուժեղ է լինելու, նա բացահայտորեն սպառնաց հարվածի տակ վերցնել Իրանի ուրեմն էներգահամակարգը եւ նաեւ որպես սիգնալ, որ իրենք կարող են նման բարբարոսության դիմել, Իրանի նաեւ կամուրջներ ավերել եւ այլն, ու որպես սիգնալ, որ նրանք պատրաստ են կամ ընդունակ են այդ տեսակ էսկալացիայի, այդ կամուրջին հարվածեցին քաղաքացիական, իսկ որ ավելի հետաքրքիր էր ու կարեւոր էր, հետաքրքիրը գուցե ճիշտ բառը չի, այդ Իրանում աղազերծման մի կայանի հարվածեցին նրանք։ Հիմա, ինչպես ասացի, նախորդ ելույթներում ես խոսել եմ այդ բարբարոսության, էսկալացիայի այդ բարբարոսական տարբերակի հնարավորության մասին, որ նրանց ուրիշ բան չի մնում անելու, եթե նրանք ուզում են Իրանի թևերն ոլորել, ուրեմն պիտի այդ բարբարոսությանը դիմեն։ Բայց ես հիմա եկել եմ այն եզրակացության, որ այդ բարբարոսության մրցակցության մեջ նույնպես
Միացյալ Նահանգները բան չունեն, այսպես ասած, էսկալացիայի գերիշխանություն չունեն, որովհետև Իրանը կարող է սպառնալ նույնատեսակ հարվածներով, այսինքն հարվածներ հասցնելու սպառնալիք կարող է հասցեագրել, ոչ թե Միացյալ Նահանգներին, այլ դաշնակիցներին, ռազմաբազաներին, ինչպես նաև ծոցի երկրներին, ինչպես նաև Իսրայելի որոշ օբյեկտներին կարող է հարվածել եւ իրականում ես մի քանի մասնագետի հետ համաձայն եմ, որոնք խոսում էին այս մասին, այդ աղազերծման կայանին հարվածելը կատարյալ խելագարություն էր, որովհետև ծոցի երկրները շատ ավելի խոցելի են այդ նույն տեսակի աղազերծման այդ կայաններին հարվածներ ստանալու առումով, նրանք շատ ավելի խոցելի են, քան Իրանը։ Օրինակ Սաուդյան Արաբիան, որ ամենակիչն է կախված այդ աղազերծման կայաններից, նրանց ջրի 70%-ը գալիս է այդ աղազերծման կայաններից։ Քուվեյթի, Էմիրատների, Կատարի դեպքում այդ տոկոսը Օմանի դեպքում շատ ավելի բարձր է այդ տոկոսը։ Եվ գիտեք ձեր ունկնդիրները նաև գիտեն թերևս, որ Իրանը որպես հակահարված Քուվեյթի մի աղազերծման կայանի հարվածեց, դրանից հետո ըստ իմ ունեցած տեղեկությունների շատ լուրջ խոսակցություններ են տեղի ունեցել ծոցի երկրների եւ Տրամփի միջև, որ պետք է ձեռնպահ մնալ Իրանի այդ տեսակ օբյեկտներին հարվածելու մտադրությունից, որովհետեւ թիրախում հայտնվում են իրենք։ Նրանք եթե այդ աղազերծման կայանները ամբողջությամբ վերացնեն, այդ ծոցի երկրները կդառնան անմարդաբնակ, բնակության համար ոչ պիտանի։ Դա հնարավոր չի լինի փոխարինել ոչ մի բանով։ Պարոն Գրիգորյան, արդյոք մենք կարող ենք ենթադրել նաև ձեր խոսքից, որ Միացյալ Նահանգները իրականում որևէ ռազմավարություն չունի եւ Թրամփի սպառնալիքները, օրինակ հատկապես ամերիկացի զինվորականների զոհվելուց հետո, երբ նա հայտարարեց, այ եթե ամերիկացի զինվոր է զոհվել, այդ դեպքում մի քանի անգամ ավելի ուժեղ հարված կստանաք, իրականում դրա հիմքում որևէ մտածված ծրագիր եւ ռազմավարություն չկա, դա պարզապես այսպես պոպուլիստական հայտարարություններ են։ Դուք միանգամայն ճիշտ եք, որքան էլ որ զարմանալի լինի սա, իրականում ես մի քանի գոլեգաների ընկերների հետ շատ հաճախ բանավեճեր եմ ունենում այս թեմայով, երբ նրանք ասում են, որ ասենք ինչ որ բան երբ անհասկանալի է լինում նրանց համար, նրանք միշտ մտածում են, որ ինչ որ ինֆորմացիայի պակաս կա, ինչ որ բան չգիտենք, որտեվ սրա տակ չի կարող ստրատեգիա չլինել, որևէ ինչ որ մտածված պլան եւ այլն չի կարող չլինել, բայց ես միշտ բացատրում եմ, որ իրականում Միացյալ Նահանգներում շատ հաճախ այդ որոշումները կայացվում են ոչ այդ մոդելով, այլ ինչ-ինչ խմբերի ցանկությունները, ճնշումները բավարարելու մոդելով։ Բայց ես մի բան չմոռանամ, ուզում եմ վերադառնալ, որովհետեւ սա շատ կարեւոր է, թե էսկալացիայի ուրիշ ինչ հնարավորություններ ունի Իրանը։ Վերջերս ուրեմն մինչև վերջին այս շրջանը էսկալացիայի միշտ այդ սպառնալիքը եղել է, որ Իրանի դաշնակիցները իդեմս հութիների կարող են փակել նաև Բաբ էլ-Մանդեբը։ Գիտեք այդ բանը, Կարմիր ծովը ուրեմն բանին Հնդկական օվկիանոսին կապող այդ նեղուցն է։ Եթե հիմա այսպես ասեմ, ուրեմն ծոցից մոտավորապես համաշխարհային նավթի 20%-ն է գալիս եւ մոտ դրա մի ահագին մասը գալիս է այդ բանով, Կարմիր ծովով է գալիս։ Հիմա Հորմուզի նեղուցի եթե փակել են, երկու բան է մնացել, ուրեմն մեկը այդ Բաբ էլ-Մանդեբն է, մյուսը այդ Ֆուջայրայի, Օմանում գտնվող Ֆուջայրայի այդ նավահանգիստը, որը էլի բան է, այսինքն Հորմուզի նեղուցից մի քիչ այն կողմ է եւ դա Իրանը չի կարող անմիջականորեն վերահսկել, բայց կարող է հարվածի տակ վերցնել։ Հիմա նրանք սպառնացել են, որ եւ Ֆուջայրան հարվածի տակ կվերցնեն եւ Բաբ էլ-Մանդեբը կփակեն։ Օրինակ միջև վերջերս մարդիկ մի քիչ զարմացածել էին, որ Հորմուզի նեղուցը փակելուց հետո իրականում այդ նույն այն կատաստրոֆան տեղի չունեցավ նավթի գների հետ կապված, ինչ կարող էր տեղի ունենալ, բայց պատճառը այն է, որ ամբողջությամբ դա չէր փակվել մեկ։ Երկրորդ այդ Բաբ էլ-Մանդեբը չէին փակել։ Հիմա նրանք սպառնում են դա փակել, որը իսկապես կատաստրոֆան կսկսվի։ Մյուս պատճառը իհարկե, որ կատաստրոֆա տեղի չունեցավ, այն է, որ Միացյալ Նահանգները իրենց նավթային ռեզերվի ահագին մասը արդեն բան են արել, ծախսել են այս ընթացքում, բայց դա մի երկու ամիս հետո այլևս այդ ընտրությունն իրենք չեն ունենալու, որովհետև նավթային ռեզերվը իսկապես բավականին սպառված է։ Ու նավթի գները կարող են շատ ավելի կտրուկ աճել այդ ուրեմն այդ սպառնալիքները իրականացնելու պարագայում։
Եվ վերջապես ոչ միայն հութիները նաև կարող են ակտիվանալ, այսինքն Իրաքը Իրանի դաշնակից երկիր է իրականում, Իրաքի իշխանությունները Իրանի դաշնակիցներն են եւ սպառնալիք կա, որ Իրաքում նույնպես կարող են ամերիկացիներին թիրախավորել եւ վերջերս նաև ինֆորմացիա եղավ, որ այդ ցամաքային կոմպոնենտի մասին որ խոսում էինք, մի տարբերակը այն է, որ ոչ թե Միացյալ Նահանգների ցամաքային ուժերը պիտի դա իրականացնեն, այլ ինչ-որ քրդական ուժեր, քրդերը մինչև վերջերս դիմադրել են, այս վերջերս ինչ-որ նորից խժդժություններ կային այնտեղ, կանխարգելի չարվածներ են եղել հիմա քրդերի դեմ, եւ ինչ-որ զինապահեսներ են պայթեցվել ու քրդերին ինչ-որ բաներ բացատրվել են այդ ընթացքում եւ քրդերը կարող են խնդրեմ ունենալ հենց Իրաքի իշխանությունների հետ։ Մի խոսքով, բազմաթիվ առումներով նույնիսկ եթե բարբարոսության դիմեն Միացյալ Նահանգները, եթե սկսեն այդ ինֆրաստրուկտուրային հարվածել, Իրանը էսկալացիայի բան ունի եւ մի վերջին բան էլ Իրանը նաեւ կարող է թիրախավորել ծոցի ամբողջ էներգա համակարգը, այսինքն այդ նավթային ամբողջ ինֆրաստրուկտուրան նույնպես խոցելի է Իրանի պոտենցիալ հարվածին, ինչը որ նրանք միջև հիմա չեն արել։ Եվ ես այն կարծիքին եմ, որ նույնիսկ բարբարոսության դիմելու դեպքում Միացյալ Նահանգները չեմ կարծում, որ այդ էսկալացիայի գերիշխանություն ունեն։ Պարոն Գրիգորյան, Միացյալ Նահանգների շարժառիթների առումով հասկացանք, ես նաև ուզում եմ Իրանին անդրադառնալ, ինչ է ուզում Իրանը, նույնիսկ այս բանակցությունների շրջանում ինչ էր ուզում, որ չստացավ, եւ երկրորդը նաև Իրանի ներսում ինչ է կատարվում, որովհետեւ բանակցություններից հետո Իրանում շատ էր քննարկվում, որ տեղի ունեցել դավաճանություն, այսինքն այն վերնախավը, որը գնացել է Միացյալ Նահանգների այդ բանակցությունների, իրականում դավաճանել են, ռեֆորմիստները դավաճանել են հոգևոր առաջնորդին եւ չեն ներկայացրել Իրանի շահերը։ Դա այդպես է թե ոչ եւ ի վերջո Իրանի ներսում միասնական վերնախավի առումով միասնական որոշում կա, թե իրենք ինչ են ուզում ստանալ այս էսկալացիայի արդյունքում։ Ինչպես ամեն տեղ, անկախ նրանից թե տվյալ երկիրը ժողովրդավարական է թե ոչ, ինչ ռեժիմ ունի, ինչ համակարգ ունի, դե Իրանի մասին խոսել որպես ստանդարտ ժողովրդավարական երկրի դժվար է, բայց էլի եմ ասում, անկախ համակարգից միշտ որևէ երկրի ներսում լինում են տարբեր խմբավորումներ, տարբեր շահախմբեր, բաժանումներ կառավարության ներսում, տարաձայնություններ եւ այլն։ Եվ գաղտնիք չի, որ Իրանում նույնպես կան այդ բաժանումները, այդ տարաձայնությունները, հիմնականում ասենք այդ պայմանականորեն ասած այդ չափավորականների եւ ավելի արմատականների միջև։ Եվ արմատականների արգումենտը եղել է այն եւ այստեղ իրականում նրանք շատ պինդ գետնի վրա են կանգնած, այսպես ասած, որ Միացյալ Նահանգների հետ ընդհանրապես հնարավոր չի որևէ պայմանավորվածության գալ, համենայն դեպս վերջին շրջանում Միացյալ Նահանգների վարքագիծը, համենայն դեպս Իրանի նկատմամբ որևէ պատճառ չի տալիս մտածելու, որ նրանք կհարգեն ինչ-որ պայմանավորվածություն։ Նրանք բանակցությունների ընթացքում իսկ հարվածեցին Իրանին անցյալ տարի 25 թվականի հունիսին, նույն բանը արեցին այս արդեն այս ընթացող պատերազմի նախորեն, երբ որ էլի բանակցություններ էին գնում, եւ նրանք իրականում հայտարարել էին, այսինքն ես չգիտեմ որ մակարդակով էին այդ հայտարարությունները եղել, բայց այդ խոսակցությունները բան էին, վատ քողարկված գաղտնիք էին այդ խոսակցությունները, որ այդ զինադադարն էլ ընդհանրապես նրա համար է, որ մի քիչ վերքերը լիզեն, մի քիչ բանը, այդ արսենալը լրացնեն, այդ սպառված արսենալը լրացնեն, որ հետո կարողանան ավելի լուրջ ճնշման տակ առնել Իրանին։ Հիմա այս կոնտեքստում բնականաբար այդ ավելի արմատական տրամադրված կամ ավելի կոշտ գծի կողմնակիցները պնդում էին, որ քանի մենք դեռ այն վիճակում ենք, որ կարող ենք այդ ճնշումն ավելացնել, իսկ Միացյալ Նահանգները ի վիճակի չեն շարունակելու, պետք չէր զինադադարի գնալ նույնիսկ եւ պետք չէր այդ համաձայնություններին գնալ։ Հիմա չափավորականներն էլ իրենց արգումենտներն ունեն իհարկե, որ քանի Միացյալ Նահանգները պատրաստ էին այդ բանակցություններին, պատրաստ էին այդ զիջումներն անելու եւ այլն, եւ այդտեղ բանն էլ կար, ընդհանուր դիվանագիտական միջավայրը կար, համաշխարհային կարծիքը կար եւ այլն, որը նույնպես նրանց համար անկարևոր չէր, նրանք կարող էին ցույց տալ, որ իրենք պատրաստ են լուրջ բանակցությունների եւ որոշ զիջումների, բայց նաեւ ասենք, եթե նույնիսկ Միացյալ Նահանգները խախտեին այդ պայմանավորվածությունները, Իրանը բան ուներ, ինչ որ ալտերնատիվներ ուներ, ասենք, դա էլ չափավորականների արգումենտ։ Բայց այս տարաձայնությունները ընդհանուր մինչև խոսք է գնում հնարավոր իշխանափոխության մասին Իրանում։
Դե ես այդքան լավ չգիտեմ Իրանի ներսում ինչ է կատարում։ Ես գիտեմ այդ տարաձայնությունների մասին, գիտեմ հատկապես, ասենք, Փեզեշկյանի նկատմամբ ինչ որ քննադատությունների մասին, որ նա չափազանց կրավորական կամ ինչ որ չափավորական դիրքորոշում ունի, չգիտեմ դա կարող է ընդհուպ։ Հիմա սրա մասին ես հետեւյալը կասեմ ընդամենը, որ նույն Միացյալ Նահանգներում շատ մասնագետներ, որոնք խորհրդեսորեն էին տրամադրված այս պատերազմի կապակցությամբ եւ քննադատաբար են տրամադրված Իրանում Միացյալ Նահանգների քաղաքականությանը վարկագծի նկատմամբ, խոսում էին այն մասին, որ այս պատերազմի արդյունքը լինելու է ընդամենը այն, որ Իրանը շատ ավելի կոշտացնելու է դիրքորոշումը եւ Իրանում եթե տարաձայնությունները կան, եթե իրական բաժանում կա այդ չափավորականների ու կոշտգծի կողմնակիցների միջև, սա ընդհանրապես հանգեցնելու է կոշտգծի կողմնակիցների տրիումֆին, ինչը եւ տեղի ունենում։ Պարոն Գրիգորյան, Իսրայելին նաև ուզում եմ անդրադառնալ, որովհետև մենք քննարկել ենք իհարկե նախորդ հաղորդման ընթացքում Իսրայելի շարժառիթների մասին, բայց արդյոք Իսրայելը անմասն է մնալու այս պատերազմից, որովհետև իրենք հայտարարում են, որ Իրանը կարող է հարվածել ուղիղ Իսրայելին եւ այդ դեպքում իրենք են հայտարարում, որ ուղիղ մտնելու են Իրանի հետ պատերազմի մեջ, հայտարարում են, որ հարվածը շատ ուժեղ է լինելու, դա տեղի կունենա, թե ոչ։ Դա արդեն տեղի է ունեցել, այսինքն Իսրայելը անմասն չի եղել, Իսրայելը անմիջական մասնակիցն է եղել այս պատերազմի եւ 25 թվականի հունիսին եւ այս վերջի պատերազմի պարագայում շատ լավ հիշում են ուրեմն մարդիկ, որոնք հետևել են իրադարձությունների ընթացքին, թե ինչ ասած Մարկո Ռուբիոն այս վերջին պատերազմը սկսելուց բառացիորեն 2-3 օր հետո որ Իսրայելը միևնույնն է հարվածելու էր եւ մենք ստիպված էինք ներքաշվել այս պատերազմի մեջ, որովհետեւ գիտեինք, որ Իսրայելի հարվածի պարագայում Իրանը հակահարված էր հասցնելու ծոցի ուրեմն ամերիկյան ինստալյացիաներին։ Եվ սա մեծ հաշվով Իսրայելի հրահրած պատերազմն էր, այնպես չի, որ Միացյալ Նահանգները Իրանի հետ ուրիշ խնդիրներ չունեին, բայց մտածել, որ այդ խնդիրների պատճառով էր այս պատերազմը, իսկապես շատ մեծ երևակայություն է պահանջում։ Հիմնական շարժիչ ուժը եղել է Իսրայելը, Իսրայելի մտադրությունը Մերձավոր Արևելքում տոտալ գերիշխանություն հաստատելու, տոտալ հեգեմոնիա հաստատելու, իմիջիայլոց Թուրքիայի հետ նրանց ունեցած խնդիրներն էլ այդ կոնտեքստի մեջ են տեղավորվում։ Դրան առանձին ուզում եմ կարճ անդրադառնալ դեռ։ Եվ հետաքրքիրն այն է, որ ուղղակի Իսրայել ներողություն, Իրանն էր ընտրել այդ ստրատեգիան, դա ուղղակի բան էր, նրանց ստրատեգիական որոշումն էր, որ այս պարագայում ի տարբերություն 25 թվականի հունիսի այս պարագայում թերևս ավելի նպատակահարմար է հիմնական հարվածի թիրախ դարձնել Միացյալ Նահանգների ինստալյացիաները, ռազմական բազաները, ռադարները, բանը, 5-րդ ֆլոտի, 5-րդ նավատորմի շտաբը եւ այլն եւ այլն։ Եվ Իսրայելը երկրորդական թիրախ էր, չնայած Իսրայելն էլ բավականին ծանր հարվածներ ստացել է այս երկրորդ պատերազմի ընթացքում։ Նույնպես պարզապես Իսրայելը շատ լավ կարողություն ունի թաքցնելու այդ բաները։ Բայց ճիշտ է, որ հիմնական թիրախը այս պատերազմի ժամանակ Իրանի համար եղել են Միացյալ Նահանգների ուրեմն այդ բաները, օբյեկտները ծոցում։ Բայց շարունակվելու պարագայում Իսրայելը իհարկե կարող է թիրախ դառնալ։ Իրենք որովհետև կանխատեսում են եւ Նեթանյահուն հայտարարում է, որ եթե մեզ անմիջապես հարվածեն, ապա շատ ուժեղ հակահարված են իրենք ստանալու։ Իրենց արդեն հարվածել են եւ Իսրայելն էլ նույն վիճակում է ինչ Միացյալ Նահանգները, նրանք էլ ուրիշ ռազմական, այսինքն եթե մենք խոսում ենք ինչ-որ կոալիցիայի մասին, չէ՞, այնպես չի, որ Իսրայելը ինչ-որ տարբերակ ունի ռազմական, որ Միացյալ Նահանգները չունեին, եւ Իսրայելը դա չի կիրառել։ Եթե Իսրայելը ինչ-որ տարբերակ ունենար ռազմական հարկադրանքի, ասենք, ինչ որ ստրատեգիա ունենար Իրանի զինված ուժերին պարտության մատնելու, նրանք դա արդեն արած կլինեին։ Այն փաստը, որ դա տեղի չի ունեցել, նշանակում է, որ Իսրայելը նույն վիճակում է, ինչ Միացյալ Նահանգները։ Ու խոսել են մասին, որ եթե Իրանը հարված իրենք հակահարված կհասցնեն, նախ իրենք արդեն հարվածել են Իրանին, Իրանն էլ հակահարված է հասցրել, ու այդ ինչ որ քիչ առաջ ես նկարագրեցի, այդ էսկալացիայի այդ սանդղակը
Այդ նույնը ասածից ամեն ինչը վերաբերում է Իսրայելին նույնպես։ Իսրայելն էլ շատ ընտրություն չունի, Իսրայելն էլ բավականին խոցելի է որոշակի տեսակի հարվածների նկատմամբ։ Հիմա Իսրայելը իհարկե շատ հաճախ խոսակցություններ են գնում այն մասին, որ Իսրայելը կարող է դիմել ուրեմն միջուկային հարվածի այդ տարբերակին, եթե ամեն ինչ արդեն եթե ուրիշ տարբերակ չմնա, դրան կարող են դիմել, բայց նորից եմ ասում, այսինքն դա շատ քիչ է դրա հավանականությունը իրականում, որովհետև դա կարող է հանգեցնել շատ լուրջ հետևանքների նույն Իսրայելի համար։ Ես ասեմ նաև, որ արդեն այս պատերազմը շատ լուրջ ու ծանր հետևանքներ է ունեցել Իսրայելի համար, առաջին հերթին ու ամենամեծ հետևանքը այն է, որ Միացյալ Նահանգներում Իսրայելի նկատմամբ վերաբերմունքը դարձել է խիստ բացասական, եւ դա ոչ միայն արտահայտվում է հանրային կարծիքի առումով, այլ նաև վերնախավի առումով։ Դեմոկրատական կուսակցության պարագայում այլևս, այսինքն ինչ որ մարդիկ, որոնք տեխնացու են կոնգրեսական ընտրությունների համար, նրանք կաշվից դուրս են գալիս ընտրողներին ապացուցելու, որ իրենք IPAC-ից, IPAC-ը հիմնական իսրայելական լոբին է, America-Israel Political Action Committee, որ իրենք IPAC-ից փող չեն վերցնում, որ իրենք կապված չեն Իսրայելի լոբիի հետ, քննադատական ինչ-որ բան պիտի ասեն անպայման։ Այսինքն դա վարկանիշի խնդիր է արդեն։ Այո, արդեն դա վարկանիշի խնդիր է։ Իսրայելի հետ սերտ կապվածությունը կարող է քաղաքական հետևանք ունենալ, որ սա առաջի դեպքն է Միացյալ Նահանգներում, որ դա այդպես է։ Իսկ որ ավելի հետաքրքիր է կամ չգիտեմ նույնքան հետաքրքիր է նմանատիպ process-ներ կան նաև հանրապետական կուսակցության ներսում եւ JD Vance-ի նաև վերջին հարցազրույցները Joe Rogan-ի հետ հարցազրույցեր տվել ու նրա խիստ քննադատությունը Իսրայելի նկատմամբ, Նետանյահուի նկատմամբ շատ պերճախոս բաներ են, որը Իսրայելում չեն կարող անտեսել, որը Իսրայելի կողմնակիցները չեն կարող անտեսել, բայց մի տեսակ նորից եմ ասում, քանի որ իրենք ուրիշ որոշում չունեն, ուրիշ տարբերակ չունեն, եւ շատ վախենում են, թե իրենց պարտությունը ընդունելը ինչ հետևանքներ կարող է ունենա, ինչ ձնագնդի էֆեկտ կարող է ունենալ։ Առայժմ նրանք փորձելու են ձգձգել ամեն ինչ, մի հույսով, որ չգիտեմ, Իրանում կարող է համաճարակ սկսվել կամ 20 բալանոց երկրաշարժ։ Եթե այս պատերազմի թեման ամփոփենք, ես նաև շատ կարճ ցանկանում եմ, որ մենք անդրադառնանք Իսրայելի, Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերություններին, բայց եթե պատերազմի թեման ամփոփենք, կարճ ասած, սա ոչ թե վերածվելու է լայնամասշտաբ պատերազմի, այլ սա Միացյալ Նահանգների համար ինչ որ հնարավորություն է ժամանակ ձգելու եւ սեփական պարտությունը չընդունելու։ Բայց միևնույն է ստիպված են լինելու վերադառնալ բանակցությունների փուլին, ճիշտ եմ հասկանում։ Թերևս, բայց կարող են եթե նույնիսկ չվերադառնան բանակցությունների փուլին կամ բանակցությունների ֆորմատին, կարող է սա ինչ որ մարդիկ կանխատեսում են երկարատև պատերազմ, այսպես իրար կհարվածեն, հետո մի որոշ ժամանակ ինչ որ զինադադարի պես ինչ որ բան կլինի, հետո նորից իրար կհարվածեն, բայց ասենք հիմնական վերջնական քաղաքական լուծման համաձայնության գալու հեռանկարներ առայժմ չեն երևում իսկապես։ Իսկ Իրանը կնստի նորից Միացյալ Նահանգների հետ բանակցությունների սեղանի շուրջ, որովհետև Իրանի հոգևոր առաջնորդը արդեն հայտարարում է, որ Թրամփի ստորագրությունը մեզ համար ոչինչ չարժի։ Այդ դեպքում եւս մեկ անգամ գնալ եւ նրանց հետ ինչ որ մի բան ստորագրել Իրանի համար դա իմաստ կունենա թե ոչ։ Իրանի համար իմաստ կունենա այն դեպքում, եթե նրանք շատ լուրջ իրական երաշխիքներ ունենան, որ որևէ բան ստորագրելու պարագայում Միացյալ Նահանգները պարզապես չեն կարող, այսինքն Միացյալ Նահանգների ոչ թե խոստման հիման վրա պիտի լինի կամ չգիտեմ դա ինչ որ լուրջ իրական նյութական երաշխիքների վրա պիտի հիմնված լինի, որ Իրանը գնա այդ բանակցություններին, բայց Իրանը, այսինքն սկզբունքորեն ինչ որ իրավիճակ կարող է ստեղծվել, որ Միացյալ Նահանգները համաձայնեն այդ բանակցություններին, ինչ որ համաձայնության գալու ինչ որ տարբերակի համաձայնեն նրանք, այդ դեպքում Իրանը ինչ պիտի անի, եթե դու չես գնում բանակցությունների կամ խաղաղության չես գնում, կամ պիտի հակառակորդիդ կապիտուլյացիայի ենթարկես, կամ պիտի բան անես, ինչ ասեմ, հավերժ պատերազմ ես, այսինքն սկզբունքորեն ինչ որ սցենարներ հնարավոր է պատկերացնել, որ նրանք համաձայնության կգան, բայց առայժմ դա չի երևում, որովհետև առայժմ քաղաքականապես, հատկապես Միացյալ Նահանգների պարագայում այդ համաձայնության գնալը շատ դժվար է պատկերացնել, բայց նաև
այդ խոշոր էսկալացիան որևէ հեռանկար չունի։ Պարոն Գրիգորյան, անպայման ուզում եմ անդրադառնանք Իսրայել եւ Թուրքիա եւ Ադրբեջան հարաբերություններին, հաղորդում փորձենք այդպես ամփոփել, իսկապես այդ Իսրայելի եւ Թուրքիայի լարվածությունը իրական է, թե ոչ, մենք տեսանք լարվածություն, դրա ֆոնին հայոց ցեղասպանության, կառավարության որոշումը ցեղասպանությունը ճանաչելու, բայց դրա հետ մեկտեղ մենք տեսանք արդեն նահանջ, հետքալ եւ պարզվեց, որ Քնեսեթի օրակարգից առհասարակ այդ հարցը հանվել է։ Այս համատեքստում եթե նայենք ինչպես են զարգանում Իսրայել-Թուրքիա եւ Ադրբեջան հարաբերությունները եւ այստեղ Հայաստանի դիրքավորումն է նաեւ շատ կարեւոր։ Իսրայելի ու Թուրքիայի հակամարտությունը շատ հետաքրքիր, մի քիչ տարօրինակ, ասենք փաստից առաջ դժվար կանխատեսելի մի բան էր, որ արդեն երևի 2008-2010 թվականից կա, դրանից առաջ ինչ որ արդեն ինչ որ խլրտումներ կային արդեն նրանց հարաբերություններում, շատ հետաքրքիր է թե ինչու է դա տեղի ունենում, ինչ է դրան տակ իրականում թաքնված, շատերը այն կարծիքին են, որ սա ընդհանրապես դերասանություն է երկու կողմից էլ, որ նրանք լավ ընկերներ են Էրդողանն ու նյութական առումով շատ բան չի փոխվել, նրանք շարունակում են առևտուր անել, նավթը հոսում է Թուրքիայի միջոցով եւ այլն, Էրդողանին ընդհանրապես պետք է այդ քանի որ ինքը խալիֆի հավակնություններ ունի իսլամական աշխարհում, նա չի կարող ընդհանրապես անտեսել Պաղեստինում տեղի ունեցողը եւ ռետորաբանության մակարդակում նա ինչ որ բաներ է ասում, բայց իրական քաղաքական առումով որևէ քայլ չի ձեռնարկում։ Ես մի քիչ համաձայն չեմ դրա հետ, որ սա ընդհանրապես ինչ որ ծխածածկույթ է, որ իրականում նրանց հարաբերությունները ոչ մի խնդիր չկա։ Մի բան էլ ասեմ, ավանդաբար Իսրայելի արտաքին քաղաքական դոկտրինը հիմնված է եղել այդ պերիֆերիայի դոկտրին կոչվածը։ Այն սկզբունքի վրա, որ քանի որ նրանց հիմնական հակառակորդները իրենց հարևան արաբական երկրներն են, որոնք Պաղեստինի դատի տերերն են փաստորեն, որպիսի նրանք կարողանան հակակշռող ինչ-որ բան ունենալ այդ արաբական երկրների դեմ իսլամական աշխարհում, նրանք պատրաստ են եւ ասենք մեծ էնտուզիազմով ուզում են համագործակցել ոչ արաբական երկրների հետ իսլամական աշխարհի պերիֆերիայի հետ։ Ադրբեջանն էլ է դրա մեջ այդ դոկտրինի մեջ տեղավորվում, Թուրքիան էլ երկար ժամանակ հենց այդ դոկտրինի մասն էր Թուրքիայի հետ հարաբերությունները։ Հիմա ինչ տեղի ունեցավ Թուրքիայի հետ, բացի նրանից, որ ասենք Թուրքիայի իշխանության եկավ այդ արդարության կուսակցությունը, որը ոչ ստանդարտ ինչ-որ բան էր Քեմալական Թուրքիայի պատմության մեջ, որը ինչ-որ լարվածություն ստեղծեց Արևմուտքի ու Թուրքիայի միջև հարաբերություններում, հետևաբար նաև Իսրայելի ու Թուրքիայի միջև հարաբերություններում, բայց իմ խորին համոզմամբ ամենակարևոր խթանը այդ հարաբերությունների վատթարացման եղել է այն, որ Իսրայելը նույն այդ պերիֆերիայի դոկտրինի շրջանակներում բավականին լրջորեն աջակցում էր քրդական շարժումներին։ Եվ այդ Իրաքի երկրորդ պատերազմի ընթացքում ու դրանից հետո Իսրայելը բավականին լուրջ դերակատարություն է ունեցել քաջալերելու այդ քրդական ինչ-որ ավտոնոմիայի կամ քրդական պետության ստեղծման հարցում, ինչը թուրքերը համարում են էկզիստենցիալ սպառնալիք։ Նրանք նաև լուրջ տարաձայնություններ ունեն Սիրիայում, երկուսն էլ ինչ-որ հավակնություններ ունեն Սիրիայում, որոնք իրար հետ անհամատեղելի են։ Այնպես որ այստեղ իրական կոնֆլիկտ կա։ Եվ ես որևէ նոր ու շատ մեծ հայտնագործություն չեմ անում, հայոց ցեղասպանության հարցի արծարծումը Այ իրական կոնֆլիկտի մեջ ինչու նահանջ արեց Իսրայելը եւ արդյոք իսկապես Ադրբեջանի ազդեցությունն այդքան մեծ եղել Իսրայելի վրա։ Գուցե, ես չգիտեմ իսկապես, մի քանի անգամ այդ խոսակցությունները Իսրայելում ծագել են, Իսրայելում առաջի դեպքը չի, որ սա այդ քննարկման առարկա է դառնում։ Ասեմ, որ Իսրայելում իրականում կա հասարակության, մտավորականության, քաղաքական վերնախավի մի շերտ, որ խիստ ամոթալի է համարում այն փաստը, որ Իսրայելը շղթում է հայոց ցեղասպանությունը կամ որ Իսրայելը պաշտոնապես դա չի դատապարտել ու չի ճանաչել, այդ ճնշումներն էլ են եղել ու միշտ այդ խոսակցությունները եղել են։ Բայց պարբերաբար այս ձևով որ դա օգտագործվել է, դա բնականաբար այս պարագայում Թուրքիայի դեմ ինչ որ դա շահարկելու միտում ուներ։ Հիմա ես էլ եմ տեսել այդ խոսակցությունները, որ Ադրբեջանի ճնշման տակ բանարեցին, մի քիչ ինձ համար տարօրինակ է դա, Ադրբեջանի ճնշմանը Իսրայելի վրա։ Ադրբեջանը ինչ որ ճնշում գործադրեց Իսրայելի վրա։ Ես կարծում եմ, որ նրանց ավելի շատ պետք էր դա
մի հատ թափահարել Թուրքիայի դեմ, քան իրականում դա ընդունել կամ դա իրենց, այսինքն այդ իրական քայլը կատարելը չէր նպատակը, այլ դա թափահարելու Թուրքիային սպառնալն էր հիմնական նպատակը, թե որքանով է Ադրբեջանը դրանում դերակատարություն ունեցել, ես մի քիչ դժվարանում եմ։ Եթե ամփոփենք պարոն Գրիգորյան շատ կարճ, այստեղ փաստորեն տարածաշրջանում ինչ որ վերաձևավորումներ, վերափոխումներ տեղի չեն ունենալու, որովհետև մենք այս նույն ցեղասպանության ճանաչման ֆոնին կային կանխատեսումներ, որ այ Ադրբեջանի վիճակն է բարդանում, նա ստիպված պետք է ընտրություն կատարի Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև ու այս իրավիճակում շահեկան է ներողություն, Թուրքիայի եւ Իսրայելի միջև ու այս իրավիճակում գուցե նաեւ ինչ որ առումով Հայաստանը իր դիրքերը բարելավելու հնարավորություն ունենա, բայց մենք տեսանք, որ կրակը մարեց, հիմա ձեր այդ խոսակցությունների լուրջ չեն վերաբերում իրականում, մի բան իհարկե կա, Թուրքիայի, ասենք Թուրքիայի ու Ադրբեջանի միջև ինչ որ լարվածություն կա, ինչ որ խանդի բաներ կան, խանդի տեսարաններ կան, այդ Ադրբեջանի ու Իսրայելի հարաբերությունների այդ աստիճանի սերտացման հետ կապված, ես գիտեմ, որ թուրքական վերնախավի որոշ հատվածում դրա հետ խնդրեմ ունեն, այսինքն մի տեսակ մրցակցության մեջ են նրանք Իսրայելի հետ, թե մեծ եղբայրով է Ադրբեջանում, այդ տեսակ լարվածություններ կան, բայց ինչ որ հույսեր կապել դրա հետ եւ համարել, որ դա կարող է մեզ համար լուրջ գործոն դառնալ, լուրջ կռվան դառնալ, ես կարծում եմ դա չի հիմնական խնդիրը։ Ադրբեջանի վիճակը կարող է վատթարանալ, եթե Իրանի դեմ փորձեն դրան գործիք դարձնել, կամ եթե Իրանը իրականում ինչ-որ վերջնական հաղթանակի հասնի, Իրանը բաներ կա, որ չի մոռանալու Ադրբեջանի հետ իր հարաբերություններում, եւ նաեւ այստեղ Ռուսաստանի գործոնն էլ կա, այսօր իհարկե մենք Ռուսաստանի մասին չխոսեցինք, բայց եթե Ռուսաստանն էլ Ուկրաինայում կարողանա այդ վիճակը ավարտին հասցնել, այդ դեպքում մեր տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը հստականալու է ոչ Ադրբեջանի օգտին։ Բայց դրա համար երևի դեռ շատ ժամանակ է պետք, որովհետև Ռուսաստան-Ուկրաինա առճակատումը գնալով ձգձգվում է, այստեղ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետն է արդեն հայտարարում, որ աջակցելու է, որ այդ պատերազմը ես չեմ կանխատեսում, այս պահին դեռ այդ նման կանխատեսումներ անել շուտապույտ ավարտի վերաբերել ոչ միայն դժվար է, այլ խելամիտ չի, ես ինչպես ասացի, Իրանի պարագայում էլ կարող է սա շատ երկարատև առճակատում դառնալ, իսկ Ուկրաինայի պարագայում դեռ դրա վերջն էլ չի երևում, եվրոպացիները հույսը դրել են այն բանի վրա, որ Ռուսաստանին իրենք ստիպելու են ինչ-որ ընտրություն կատարել, կամ Եվրոպայի դեմ խոշորամասշտաբ էսկալացիայի գնալ, կամ պարտություն ընդունել, որովհետև այս նոր ստրատեգիան Ռուսաստանի ներսում այդ տեսակ ծանր հարվածներ հասցնելու է, Ռուսաստանը իսկապես նման ընտրության առաջ է դրել, թե դա ինչով է ավարտվելու, դա էլ շատ դժվար է ասել, հետևաբար ես կանխատեսում չեմ անում, բայց ասեմ նաև, որ այդ մեզ մոտ շատ տարածված կանխատեսումները ու տրամադրությունները, որ Ռուսաստանի վիճակը ահավոր է, շուտով Ղրիմն են կորցնելու, չգիտեմ ինչ են անելու, դրանք իրենց ինֆորմացիան CNN-ից ստացող մարդկանց տեսակետներն են, դրանց լուրջ վերաբերել չի կարելի, իրականում շատ ծանր է Ուկրաինայի վիճակը եւ եվրոպացիների վիճակը ֆրոնտում, ուղղակի իսկապես այդ հարվածները Ռուսաստանի համար բավականին տհաճ են, ինչ որ գին են պարտադրում, բայց մտածել, որ դա ստրատեգիական իրավիճակը կարող է փոխել, չի կարելի։ Շատ լավ, պարոն Գրիգորյան, շնորհակալ եմ ես ձեզ վերլուծության համար։ Ես հիշեցնեմ, որ զրուցում էի քաղաքագիտության դոկտոր, ԱՄՆ Լիայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանի հետ, մենք կհանդիպենք վաղ նույն ժամին, լավ եղեք։